Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզ սիրելի արազատներ, բարիլույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով ողջ եւ առողջ եք։ Որքան օրհնված ենք մենք, որ Սուրբ Նարեգացին պես մեծ Սուրբ ունենք եւ մենք անոր նույն ազգի զավակներն ենք։ Եվ օրհնված ենք, որ Սուրբ Նարեգացին մեզի գդակ թողած է իր մատյան ողբերգության աղոթակիրքը։ Այս աղոթակիրքը ավելի քան 36 լեզուներով թարգմանված է եւ օդարներ հապշտակությամբ կընթերցեն Սուրբ Նարեգի այս աղոթքները, որոնք եւ հոգի եւ մարմնի բժշկություն կբարգեւեն։ Սիրելիներ, մենք նույն ազգի զավակներն ենք, մենք ուղագի հայրենով կընթերցենք, գաղութենք այն լեզվով, որ Սուրբ Նարեգացին աղոթեց իր սրդի խորերեն։ Այո, բավական դժվար է Սուրբ Նարեգը գարտալ եւ հասկանալը, բայց սիրելիներ, որքան մենք Նարեգի այս աղոթակիրքին հետ մտերմություն ունենանք, եթե ամեն օր գարտանք, ապա պիտի ընդելանանք եւ պիտի կարողանանք հասկանալ անոր հոգին եւ նույն ցեվով մենք ալ մեր սրդի խորերեն մեր աղոթները բարձրացնենք առ Աստված։ Աստուծո փառք եւ գոհություն կտամ։ Սուրբ Հոգին շնորհակալություն գայտնեմ, որ ամեն չորեքշաբթի գներշնչեզիս արիտ կստեղծե գուտա ինձի որբեսի կարողանամ Սուրբ Նարեգեցի բարեխոսությամբ այս մատյան ողբերգության աղոթակիրքը ավելի մատչելի ցևով, ավելի բարձ ժողովրդական ցևով բացատրել ցեզի, սիրելի ավադացիալներ, որբեսի թուգալ կարողանաք թափանցել խորը Սուրբ Նարեգի հոգին, հասկանաք այս աղոթները եւ իր աղոթները ծեր աղոթները դարձնեք եւ աղոթելով բժշկվիկ բոլոր հոգեգան ցավերեն եւ մարմնավոր ախտերեն։ Այսօր պիտի սկսեմ բացատրել նոր գլուխը, 50-րդ գլուխը, եւ պիտի սերդենք առաջին մասը։ Ինչպես միշտ քրապար բնակիրը կընթերցեմ, անով է որ Սուրբ Նարեգացին Աստուծո հետ խոսեցավ, հետևաբար եկեք լսենք Նարեգացիի ցայնը, քրապար այս ընթերցանության մեջ են, թե ինչպես Սուրբ Նարեգացին Աստուծո հետ խոսեցավ քրապար մեր ոսկերնիկով։ Փան ձա քիմ վերստին հավելված գրգին հեծության նորին հսկողի արնույն աղերս մախտանած սպանի ի խորոց սրդից խոսք ընթաստուծո այբ մաս դեր զորությանց բոլորից քոյից թակավոր օրտնապանյալ ողորմություն Աստված ամենեցուն որ հաղթես սահմանի լայնադարած ընթարցակության ամենայն ամփավությանց դու ես որկանություն մինչ զի գարձրն քեզ հոսանուդ է եւ լույզն քեզ բնթագազմ եւ չի քո իր անհնարավորական հաղթող զորություն ահեղ հուր ցող իմն է զովական եւ անցրևն փոց գիզանողական ըսկարն փավես ցուցանել գերբարան աստման եւ սփանականն տնես անխոս եւ անշունչ արցան զբարդավորն ողոքյալ բադվական արնես եւ զգարձեցյալ մաքուր իրավամ քնյալ թադիս զմադուցյալն իմա փեգրության փարյաց արցագես եւ զամաչեցյալն զվար տեսությամբ օծյալ թարցուցանես գանքնես զմադյալն հաղպից կլորման եւ սասանյալն ի վստահություն վիմիտ հաստատես զախտացյալն բազմահարաճ երջանիկ կարգես եւ զհարաճադյալն թարցյալ անտրենի հետս նահանջես եւ հորժամը սպարին արի մենչ բարիքն զարավել զարմանալիսն հայն ժամ ներկործես քանզի վասնքոքի դես թողուլ զմերս եւ չնչել զանորենությունս եւ քավիչ լինել անիրավությանց եւ զմերս մեր ոչ հիշադակել ըստ Եսայա եւ Երեմիա Սիրելիներ ինչպես բոլոր նախկին ուրեմն գլուխները այս գլուխնալ ենթախորակիրը ունի ենթաբերնակիրը ուր գսե Նարեգացին նոր հավելում գրգնագի հեծության գրգնագի արցունքի գրգնագի ողբի միևնույն հսկողին ինքն է հսկողը բաղադական խոսքի նույն խնդրվածքով կամ կարելի այսպես թարգմանել նույն այն հսկողին աղերսալից մախտանքներուն եւ ողբախարն հեծեծանքներուն նոր հավելվածը սրդի խորերեն
խոսք Աստուծո հետ, խոսք առ Աստված։ Կսկսեմ սիրելիներ թարգմանել։ Առաջին քանի մտողերու մեջ նարեկացին գսե. Ով դեր, զորություններու դեր, բոլոր քոյություններու թակավոր, օրտնապանված ողորմություն, ամենուն Աստվածը, որ լայնադարած ընթարցագությամբ սահմանին գահախտես, բոլոր անմահություններու չափն ու քանակը թունես։ Սուրբ նարեկացին իր խոսքը գուղե որդի Աստուծո Հիսուս Քրիստոսին եւ զինք գոչե դեր, զորություններու դեր։ Եվ գսե դեր թուն բոլոր քոյություններու թակավորն ես։ Սիրելիներ, դերը բոլոր էյակներու թակավորն է։ Չկա մեկը, որ դիրոջ դիմաց պիտի չխոնարի։ Ինք թակավորներու թակավորն է, ինչպես կգարտանք Հայտնություն Հովանու 19-րդ գլխու մեջ։ Դերերու դերն է ինքը։ Եվ իր մերը որ քոյություն արած են ամեն ինչերը, ամեն ինչ որ գա երկնքի եւ երկրի մեջ։ Եվ նաեւ գսե թուն օրտնապանված ողորմությունն ես, կամ նաեւ կարելի է թարգմանել թուն ողորմածությամբ օրտնապանված ես։ Դերը սիրեներ իսկապես երանյալ է, օրտնապանված է, երանված է մեր կողմը իր մեզի հանդեպ ցուցաբերած մեծ ողորմությամբ։ Եվ նարեկացին գսե թուն ամենուն Աստվածն ես, ամենուն դերն է։ Հիսուս Քրիստոս սիրելիներ Աստուծո որդի Աստված է։ Իրմով է որ ամեն ինչ ստեղծվեցավ, առանց իրեն ոչինչ ստեղծվեցավ, ինչպես կգարտանք Հովանու Ավետարանի առաջին գլխու մեջ։ Հետևաբար Գողոսացիներու նամակն անունը գսե ամեն ինչ Տիրոջմով ստեղծվեցավ, իրեն համար ստեղծվեցավ, իրմով ստեղծվեցավ։ Եվ գսեն արեգացին այստեղ, որքանալ դիեզերքը լայնադարած է եւ անսահման, մեկը գրնաս սիրելներ դիեզերքին սահմանները որոշել։ Գրնաս էլ որքան անհուն է դիեզերքը, անհուն է, անսահման է, սահման չունի, որով գարելի չէ մարդկային օրեն, մարդիկ չեն գրնար սիրելներ, որքանալ գիտությունը հարաճանա, որքանալ գիտությունը նվաճե ժամանակները, բայց չի գրնար բացարձակ կերպով չափել սահմանները դիեզերքին, կամ հասնել սահմաններուն, բայց դերը Հիսուս Քրիստոս իր ամենագարողությամբ գքլե ու գանցնի սահմանները։ Ադորամար նարեկացին գսե թուն որ գահախտես սահմանը։ Այսինքն դերը սիրելներ ինքը ոչ միայն դիեզերքի սահմանները գասնի, այլ ինքն է անհունը, ինք գանտրանցնի դիեզերքի սահմանները։ Ինչպես Սուրբ Մովսես խորենացի մեր բատմահայրը Զննթյան շարագանի մեջ կսե երկինքն ու երգիրը երրորդ դան մեջ, երկինքը եւ երգիրը, որոնք իրենց մեջ չէին գրնար քեզ ամփոփել, բարուրել, թուն խանցարուն մեջ փաթվեցար, բարուրվեցար։ Այո սիրելներ, դեր Հիսուս Քրիստոս անհուն է, անհուն է, եւ հետեւաբար անհուն Աստվածը ինքը գրնա անհուն մարդոցս համար անհուն անսահման տվածող սահմանները հասնել, հաղթել եւ դիրոջ մեզատ ով գրնա չափել դիեզերքը, ով գրնա գշրել ծառությունը, ոչ ոք սիրելներ։ Տեսեք Եսայի մարգարեն ինչ կսե 40-րդ գլխու 13-րդ համարի մեջ, ով իր ափովը ճուրերը չափեց ու թիզովը ամեն մեկ թիզովը իր ցերքի թիզովը երկինքը ծրակրեց ու երկրի հողը չափի մեջ ամփոփեց եւ լերները գշրաթաթով ու փլուրները գշիրքով գշրեց։ Ով դիրոջ մեզատ ով գրնա այս բոլորը անել։ Ոչ ոք, ոչ գիտությունը, ոչ մարդիկ, ոչ ոք, ոչ ռեշտակները։ Իսկ Սիրակի քիրքի մեջ Սիրակի հետևյալը գսե առաջին գլխու 2 եւ 3 համարներու մեջ, ով գրնա երբևէ հաշվել ձովու ավազը, անսրևներու շիթերը,
եւ հավիտենության օրերը։ Ով գրնա սիրելներ, հավիտենության օրերը մարդ գրնա հաշվել, ոչ, հավիտենական է, չէ, բայց դերը գաշվե, դերը գիտե։ Դերը իր թափած անձրևներուն թիվը գիտե։ Ձովու ավազին հադիկները անգամ գիտե։ Հիսուսը սավ չէ, որ ծեր գլխու մազերն անգամ համրված են։ Ով գրնա քննել, գշարունակե սիրակը, երկնքի բարձրությունը, երկրի լայնությունը եւ իմաստության խոսքերը։ Ով գրնա դիրոջ մեզատ ոչ ոք։ Ինչու գսեմ ոչ ոք, որովհետև դիրոջ համար անհնար բան կա։ Ոչ, դեցեք այստեղ ինչ կսե սուրբ նարեկացին։ Բոլոր անհունություններու չափն ու քանակը թունես։ Դիրոջ համար անհնար բան չկա։ Այն ինչ որ առածներուս համար անհուն է, դիրոջ համար հունավոր է։ Այն ինչ որ մեզի առածներուս համար անչափելի է, դիրոջ համար չափելի է։ Այն ինչ որ մեզի համար անգշրելի է, դիրոջ համար գշրելի է։ Որովհետև դերը ամենագարող է։ Ընդհանրակը դերը ինքն է միակ անհունը, միակ անչափելին, միակ անգշրելին։ Սակայն դերը սիրելներ ինքն է ամեն բանի չափն ու քանակը, որակությունը գսե այստեղ նարեկացին։ Հաջորդ դողերը գթարգմանեմ։ Մինչև իսկ գարձը քեզի համար հեղուկ է, իսկ լույզը բինտ, հեղուկը բինտ, որով քեզի համար անհնարին բան չկա, ով ամենահաղթ զորություն ահեղ։ Սիրելներ, ինչ որ փնությամբ գարձր է, դիրոջ համար հեղուկ է, հոսանուտ է, այստեղ գսե սուրբ նարեկացին։ Օրինակ, հիշեցեք 5 դագարանի մեջ Աստված Մովսեսի բադվիրեց, որ ժայրին զարնե իր սերքի դախտակը եւ ճուր փխի։ Եվ ահա այդ բինտ ժայրեն երկու անգամ, երկու դարբեր արիտներով ճուր հոսեցավ։ Կարդացեք մեկը Ելից գրքի 17-րդ գլխու մեջ, մեկը 7 համարներ, մյուսը երկրորդ, ուրեմն Թվոց գրքի մեջ 20-րդ գլուխ, մեկը 14 համարներ։ Գամ հիշենք սիրելներ, Երիկովի բարիստները Աստված Հեսուին ըսա Մովսեսի հաջորդին, որ բարիստներուն շուրջ դառնան եւ աղաղագեն ու փողերը ընչեցնեն եւ այդ Երիկովի հսկա անարիք բարիստները ճուրի պես հալեցան։ Ադորամար գսե ինչ որ ճուր է բինտ է կովդ եւ ինչ որ բինտ է ճուր է կովդ։ Մոմի պես հալեցան։ Կարդացեք Հեսուի գիրքը 6-րդ գլուխ 20-րդ համար։ Ամբողջ այդ Երիկովի բادرը փուլինգան փլան անորամար Դավիթ Մարգարեն սիրելներ 97-րդ Սամոս 5-րդ համարի մեջ կսե լերները մոմի նման գահալին դիրոջ թիմած եւ ինչպես որ դերը գրնա բինտ ու գարձր եղածները հեղուկի վերածել նույն ցեվով ալ դերը գրնա սիրելներ հեղուկ բաները բնթացնել թանցրացնել վստահ եմ որ ծեր մտքի մեջ անմիջապես եկավ օրինակը ինչի եւ որ Իսրայելի ժողովուրդը գարմիր ծովեն պիտի անցներ Մովսես Աստված Մովսեսի բադվրեց որ Քավազանը զարնե ճուրերուն եւ գարմիր ծովու ճուրերը ճուր էին չէ հեղուկ էին հոսանուտ էին ինչ եղան երկուքի բաժնվեցան եւ թանցրացան սարեցան բարիսպի պես եղան եւ ժողովուրդը ցամաքի մեջ անցավ կամ գարտացեք սիրելներ 4-րդ թագավորաց գրքի 2-րդ գլուխը այնտեղ պիտի տեսնենք նույն ցևով որ Եղիա մարգարեն իր վերարգուն զարգավ եւ հորթանանի քեդը երկուքի բաժնվեցավ ճուրերը թանցրացան նույնպես իր աշակերտը նույն գլխու մեջ 4-րդ թագավորաց 2-րդ գլխու մեջ Եղիսեն ինքնալ ճուրերուն հարվածեց եւ ճուրերը սիրելներ ուրեմն թանցրացան 2-րդ գլուխ 4-րդ թագավորաց 8-րդ համար եւ 14-րդ համար ահա կտեսնենք սիրելներ որ ինչ որ ճուր է Աստված կրնա բնթացնել կամ հիշեցեք սիրելներ Տեր Հիսուս Քրիստոսի ցանկը եւ որ ճուրերուն վրային քալեց եւ որ աշակերտները նավակի մեջ ահա որ վիճակի մեջ էին վախծած որ շուտով պիտի մեռնին գործվին եւ դերը ճուրերուն վրային քալեց այլ խոսքով ճուրերը դերը իր ոտքին տակ
բադվանտանի վերածեց, գարձրացուց եւ այդպիսով քալեց ավետարաններու մեջ կգարտանք։ Ատե ինչու այստեղ Սուրբ Նարեկացին այս օրինակը բերել է յետք, հիմա ներհակ բաներ, իրարու հագարակ բաները ցույց կտա։ Ինչ որ բնությամբ գարձր է, ճուր կդարձնե դերը, ինչ որ ճուր է գարձր կդարձնե։ Հետևաբար դիրոջ համար անգարելի բան չկա։ Սիրելի հավատագիցներ, չկա դիրոջ համար անգարելի բան։ Նարեկացին այստեղ գսե անհնարին բան չկա քեզի համար, ով տուն հաղթող եւ ահեղ զորություն։ Դերը գահախտե ամեն բնության օրենքներուն։ Ինքը ահեղ զորությունն է դերը, ամենագարողն է, ալ-շադդայն է, ամենահզորն է ինքը։ Հիշեցեք սիրելիներ, Աստվածամորը սավրեշտակը, ինչ որ մարդոց համար անգարելի է, Աստուծո համար կարելի է։ Չկա անգարելի բան Աստուծո համար։ Հիսուսը սավ մեծարուստ երդասարտին ժամանակ եւ որ Պետրոս Արաքյալը ասա որ դեր ով գրնա բրգվել, քանի որ Հիսուսը որ ավելի հեշտ է ուղդը ասերին ցագեն անստի կան հարուստը Աստծո արքայությունն եւ Հիսուս այդ ժամանակ Պետրոսին ասավ եւ աշակերտներուն ինչ որ մարդոց համար անգարելի է Աստծո համար կարելի է հետեւաբար սիրելի քույրեր եղբայրներ որքանալ դժվարություններու որքանալ դարաբաններու մեջ լանք հիշենք որ մենք կգտնվենք ամենագարող զորության դիմաց ինք ահեղ զորությունն է ինք հաղթող զորությունն է չկա բան որ դերը որ մե դերը գահախտվի գբարդվի այլ ինք հաղթողն է միշտ սիրելիներ հաղթանակ տանողն է եւ Հիսուսը սա Հովանու ավետարանի 16-րդ գլխու 30-րդ համարի մեջ քաչալերվեցեք ես հաղթեցի աշխարհին մենք հաղթական Հիսուսի հաղթական զավակներն ենք հետեւաբար վստահենք իրեն ամբողջ հոգիով Անստիմ հաջորդ ուրեմն ներհակ այս իրարու հագարակ խոսքերուն որ նարեկացին այստեղ յետևի գիշե գսե գրագը զովակին ծող է քեզի համար եւ անցրևը այրող փոց գրագը զովակին ծող է ծողը սիրելներ այն ուրեմն շաղն է որ գիչնե երգինքեն եւ գզովացնե եւ այս խոսքը Սուրբ Նարեկացին եւ որ գիշե իր մտքի մեջ ունի ինչ օրինակը Դանիելի ընկերներուն Դանիելի 3 ընկերները սիրելներ Միսակը ուրեմն Միսակը Աբեդնագովը եւ Սեդրակը Միսակ եւ Աբեդնագովը որոնք Նաբուկոդոնոսոր արքային գողմե նետվեցան փոցավար գրագի մեջ հնոցին մեջ գարտացեք 3-րդ գլուխը Դանիելի մարգարեության Եվ այդ ժամանակ գարտանք 50-րդ համարի մեջ թե ինչպես հրեշտակ իջավ Աստուծո հրեշտակ իջավ եւ ծող ըրավ եւ գրագը այլևս չայրեց իրենց չմոտեցավ հետեւաբար Աստված կրնա գրագը փոցավար գրագը ծողի վերածել եւ մյուս կողմը ալգսե անցրևը այրող փոցի Աստված սիրելներ Սոդոմ եւ Գոմոր քաղաքներուն վրա Ինչ տապեց գրագե եւ ձծումփե անցրև տապեց ահա անցրևը գրագի վերածեց գամ նույնը գարտացեք ադիգա ծննդոց գրքի 19-րդ գլխու մեջ 24-րդ համարի մեջ նույնը սիրելներ եգիպտացիներուն վրա իմաստություն Սողոմոնի գրքի մեջ 16-րդ գլխու 17-ին 19 համարներու մեջ նույնը գսվի որ եգիպտացիներուն վրանալ Աստված գրագե անցրև դեղացուց ահա գտեսնեք ներհակ բնության ներհակ բաները դիրոջկով անգարելի բան չեն դերը գրագը ծողի գվերածե եւ անցրևնալ գրագի հաջորդ օրինակը գրնաս քարը խոսուն բապկերի փոխել իսկ փանագանը անխոս ու անշունչ արցանի դարձնել քանի որ սիրելներ Աստծո համար անգարելի բան չկա Աստված գրնա քարն անգամ ասուն դարձնել ասուն կնշանակե փանագան ասունի խոսուն դարձնել փանագան բապկերի փոխել եւ քանի օրինակներ կան Սուրբ Գիրքի մեջ օրինակ գարտանք Զաքարիայի մարգարեի մեջ մարգարեության մեջ 3-րդ գլխու 9-րդ համարի մեջ Աստված Զաքարիային դեսիլ մուգուդա եւ գտեսնե Զաքարիան թե ինչպես
եւ գխոսի Աստված Զաքարիային հետ, որ Հեսու քահանային դիմաց պիտի լե քարմը, որ 7 թեմք ունի։ Ահա դերը սիրելներ գսե եւ Հեսուին արչև դրված քարին վրա 7 աչք պիտի ըլլա։ Ուրեմն գրնա ամփան քարը Աստված փանական ասուն խոսուն, ուրեմն գերբարանքի վերածել։ Գամ սիրելներ ուրիշ օրինակը հիշեցեք, եւ որ Հիսուս հաղթական մուտք գործեց Երուսաղեմ, ժողովուրդը մանուկները ինչ կբորային, ով սաննա օրտնյալ է անոր Տիրոջ անունով գուկա։ Տբիրները փարիսեցիները մոդեցան Հիսուսի եւ ասին. «Վարդապետ, լրեցուր զանոնք, սաստե լրեցուր»։ Հիսուս ինչ ասավ. «Ճշմարիտ կսեմ ձեզի, եթե անոնք լրեն, ովքեր պիտի աղաղագեն, քարերը պիտի աղաղագեն, քարերը պիտի խոսին»։ Գարտացեք Ղուկաս 19-րդ գլուխ 39 եւ 40 համարները։ Գամ հիշեցեք սիրելներ այն խոսքը, որ Հովանես Մգրդիչը ասավ իրեն եկող փարիսեցիներուն եւ սատուկեցիներուն, երբ անոնք գեղձավորապար եկան եւ սկսան հբարդանալ, որ մենք Աբրահամի որդիներ ենք, ինչ ասավ Հովանես Մգրդիչ, խստիվ հանդիմանելով զանոնք, իժերու ծնունդներ գոչելով զանոնք։ Մատթեոսի ավետարանի 3-րդ գլխի 9-րդ համարի մեջ կգարտամ, գսե. «Դուք ցեզի մի խորիկ թե գրնակ բադիժեն ազադիլ, ասելով մենք Աբրահամի որդիներ ենք։ Գսեմ ցեզի, որ Աստված այս քարերեն ալ գրնա Աբրահամի որդիներ հանել»։ Հետևաբար քարեն դերը գրնա սիրելներ մարդու գերբարանքով մարդ հանել։ Իսկ հագարակը փանական էյագը գրնա Աստված անխոս ու անշունչ արցանի վերածել։ Ձանոթ է ցեզի այսպիսի դրվակ մհին գդագարանեն։ Այո, ով դարձավ աղի արցան Ղովդի գինը, երբ որ սիրելներ Աստված Սոդոմ Գոմոր քաղաքներուն վրա գրագե ծծում թափեց, ուրեմն գրագե անցև դեղացուց, եւ Աստված ասաց էր իրենց Ղովդին գնոջ եւ երկու աղջիկներուն, որ յետև մինայիկ եւ որ յետև նայեցավ Ղովդի գինը աղի արցան դարձավ։ Գարտացեք Ծննդոց 19-րդ գլուխ 26-րդ համար։ Հաջորդ օրինակը. Քեզի աղաչող մեղաբարդը բադվագան գնես, իսկ մաքուր գարձվածը արդարաբես քննելով կթադաբարդես։ Սիրելիներ, այս ուրեմն խոսքը, թե ինչպես մեղաբարդ մարդը թուն գարտարացնես, գմակրես, իսկ ինքզինք սուրբ գարձողը, ինքզինք արդար գարձողը, արդարորեն թուն գտադես եւ զինք մեղավոր գանես։ Գիտեք ինչ արագն է, որ Հիսուս պատմեց, Մաքսավորին եւ Փարիսեցին արագը։ Գարտացեք Ղուկասու ավետարանի 18-րդ գլխու 9-14 համարները։ Այնտեղ Հիսուս կպատմի թե ինչպես Մաքսավորը եւ Փարիսեցիմը աղոթքի կացին դաջար, Փարիսեցին ոտքի կանգնած ինքնակովությամբ սպաղած էր, ասելու համար Աստծո ես դասանորդ կուտամ, ես ուրիշներուն պես մեղավոր չեմ, այս Մաքսավորին պես ալ չեմ, ես շնացող չեմ, ես այդ չեմ, շաբաթ երկու անգամ ձոմ կբահեմ եւ այլն։ Ինքզինք սուրբ գծախեր Աստուծո դիմաց, իսկ Մաքսավորը գուրծ կծեծելով գլուխը չեր գնար երկինք բարձրացնել, աչքերը չեր գնար բարձրացնել եւ գսեր դեր ներեց ինձի մեղավորիս։ Եվ ինչ եղավ սիրելներ։ Ահավասիկ նարեգացի սածը, քեզի աղաչող մեղաբարդը բադվագան գնես, բադվագան եղավ մեղավորը, Մաքսավորը, իսկ մաքուր գարձվածը արդարաբես քննելով կթադաբարդես։ 14-րդ համարի մեջ Ղուկասու ավետարանի 18-րդ գլխու Հիսուս եզրակացությունը տվավ այս արագին։ Տեսեք ինչ ասավ։ Ճշմարիտ կսեմ ցեզի, եզրակացուց Հիսուս, Մաքսավորն է, որ արդարացած դուն կնաց, եւ ոչ թե Փարիսեցին, որովհետեւ ով որ իրանցը կփարսացնե պիտի խոնարի, եւ ով որ իրանցը կխոնարեցնե պիտի բարձրանա։ Հաջորդ օրինակը. Մահվան մոդեցածը թուն գարցակես փարիկներու ուրախությամբ եւ ամոթաբարդը օծությամբ զվարթերես գթարցնես։ Սիրելներ, ցեզմե շատ քիչեր դժբախտաբար գարտացած են Շուշանի բապմությունը, որ գտնվի Թանիելի մարգարեության մեջ, 13-րդ գլխու մեջ,
Ասեմ որ այն ուրեմն աստվածաշունչերը, որոնք ավետարանական եկեղեցու կողմէ փողոքական եկեղեցու կողմէ դպակրված են, անոնց մեջ, որովհետև երկրորդականոն քիրքերը չկան, եւ հետեւաբար Դանիելի մարգարեության գարկը գլուխները գոյություն չունին։ Եթե գարտակ սիրելներ առաքելական եկեղեցու կողմէ, ուրեմն թարգմանված ամբողջական աստվածաշունչը, այդտեղ պիտի գարտակ Շուշանի բապությունը։ Շուշանը սիրելներ շատ աստվածավախ եւ շատ գեղեցիկ գիմներ, անիգա ամուսնացած էր շատ հարուստ մեկու հետ, Հովագի անունով մեկու հետ, երկու թադավորներ անոր գցանգան Շուշան ունենալ։ Եվ դժբախտաբար այս Շուշանին գլխուն այնպիսի սդախոսություններ գնեն, զինք ներկայացնելով որպես մեղավոր, որովհետև գուզեին իր հետ շնանալ եւ Շուշանը գմերժե, եւ այդ ժամանակ խայդարակ կնեն ժողովրդին դիմաց։ Դանիել մարգարեն Աստուծո կողմէ հայտնություն ունենա եւ գտեսնե, որ այս երկու թադավորները սդախոս են եւ Շուշանի վրա ամպաստանություն է որ բերած են, սուտ վկայություն է որ բերած են։ Եվ հետեւաբար Շուշանը վերջավորության գարտարանա, ժողովուրդը գարցակի երկու թադավորներուն վրա եւ գսպաննե զանոնք, եւ Շուշան իր ամուսինը, իր ծնողները եւ իր բարեկամները գուրախանան եւ գործտապանեն Աստված, որ Աստված բացահայտե ճշմարտությունը։ Ահա ադորամար այստեղ նարեկացին գսե մահվան մոդեցած էր մահվան մատնված էր Շուշանը, պիտի մահանար, թուն գարցակես բարիկներու ուրախությամբ, եւ իսկապես այդպես եղավ։ Նույնը գարտանք սիրելներ կորցկարակելոց գրքի մեջ, թե ինչպես եւ որ Պետրոս Արաքյալը փանդարգված էր եւ հաջորդ օրը պիտի սպաննվեր Հերովդես թագավորին Ագրիպասի կողմէ, դերը անոր գաբեր արձակել տվավ եւ հետեւաբար Պետրոսը ազատեցավ։ Գարտացեք 13-րդ գլուխը կորցկարակելոց գրքի։ Գամ գտեսնենք 14-րդ գլխու մեջ կորցկարակելոցի թե ինչպես եւ որ Բողոս Արաքյալը քարգոծվեցավ, հետեւաբար մարդիկ խորեցան, որ սպանվեցավ, սակայն Աստվածանոր կյանք տվավ։ Եվ ահա մահվան մոդեցողը դարձյալ Աստուծո կողմէ ուրախության կյանք ստացավ։ Իսկ հագարակը նարեկացին այստեղ գսե եւ ամոթաբարդը օծությամբ զվարթերես գդարցնես։ Ամոթահարին երեսը զվարթությամբ գոծես ուրիշ բացատրությամբ։ Ինչպես որ սիրելներ դերը ուրախացուց 12 տարի իվեր դարաբող արյունահոսութենե դարաբող գինը դերադես գինը 12 տարի արյունահոսութենե գդարաբեր ամբողջ ունեցածը դված էր բժիշկներուն եւ դժբախտաբար ովևէ մեկը չեր գրծած ինք բուժել ընդհանրակ իր վիճակը ավելի վատ տարածած էր ինքը մտածած էր միան հավատքով մոդենամ եւ թփնամ Հիսուսի հակոստի քղանցքին եւ պիտի բժշկվին եւ բժշկվեցավ ահա ադորամար սուբ նարեկացին այստեղ գսե որ թուն դեր ամոթաբարդը օծությամբ զվարթերես կդարձնես գարտացեք այս մասին 5-րդ գլխու մեջ Մարգոսի եւ գամ Հովանու Ավետարանի 8-րդ գլխու մեջ կգարտանք թե ինչպես սիրելներ շնացող գինը որ Հիսուսի դիմաց բերին մարդիկ եւ ըսին որ ինչ կսես վարտաբեդ Մոսես մեզի հրամայած էր որ շնացող գիները քարգոցեն դու ինչ կսես եւ Հիսուս սա որ ցեզ մե ով որ անմեղ է թող առաջին քարը նետե եւ ոչ ոք չգրծամ նետել առաջին քարը որովհետեւ ամենքն ալ մեղավոր էին եւ Հիսուս գնոջը սավ ուր են քեզ քարգոծողները մեկը չգարկոծեց գինը սա ոչ Հիսուս ես ա քեզ չեմ թադաբարդեր քնա եւ այլևս մեղք մի կործեր ահա սիրելներ ամոթաբարդը Հիսուս զվարթերես օծությամբ ուրախացուց հաջորդ դողերը կտարկմանեմ ձուղակներու կլորումին մատնվածը կգանքնես եւ սասանածը աբահով վեմիտ վրա գահստատես Դավիթ մարգարեն սիրելներ 145-րդ Սամոսի 14-րդ համարի մեջ հետևյալը գսե Դերը նեցու կգանքնի անոնց որոնք ինալու վրա են եւ ոտքի կգանքնե փոլոր կլորվածները Սիրելներ հոբ երանելին մեզ յուրաքանչյուրին համար օրինակ է
թե ինչպես հոբ երանելին սիրելներ ձուղակներու քլորումի մեջ ինգավ սադանայի ձուղակներուն եւ ամեն ինչ կորսնցուց սակայն իր հավատքը բահեց Աստծո նկատմամբ եւ գգարտանք հոբի 42-րդ գլխու 13-րդ համարի մեջ թե ինչպես Աստված հոբին ցանկը առաջվնեն ավելի օրտնեց անորոման նարեկացին գսե ձուղակներու քլորումին մատնվածը գգանքնես դարձյալ ոտքի գգանքնես եթե մենք սիրելներ քլորված ենք փորձությանց մեջ նեղությանց մեջ սադանային բացած զուգակներու մեջ եւ աղաղագենք Տիրոջ հոբի հավատք ունենանք Աստված մեզալ բիդի վերստին գանքնեցնե եւ սասանածը կշարունակե նարեկացին աբահով վեմիտ վրա գհաստատես սասանած կնշանակե խախտած աբահով վեմիտ վրա այսինքն քու ժայռի վրա Հիսուս Քրիստոս ինքն է ժայռը սիրելներ աբահով ժայռը որ ով որ Հիսուսի վրա հաստատվի աբահով է չի խախտիր որովհետև դերը անխախտ է ինչպես որ Դավիթ մարգարեն սիրելներ սկանչելի գերբով գսե 40-րդ Սաղմոսի առաջին երկու համարներու մեջ համբերությամբ սպասեցի Տիրոջ եւ ան եկավ օգնության լսեց իմ աղաչանքս զիս դուրս անեց դարաբանքի քուփեն ու ջահիջեն ժայռի վրա գանքնեցուց ամրաբնթեց քայլերս հիշեցեք սիրելեր երբ որ Պետրոս Արաքյալ նավագեն իջավ եւ սկսավ ճուրերուն վրային քալել դեպի Հիսուս մինչեւ այն ադեմ որ աչքերը Հիսուսի էին գրծավ քալել ճուրերուն վրային բայց երբ որ գասկածեցավ սկսավ ճուրին դակ խորասուզվիլ եւ երբ աղաղագեց դեր օգնե ինձի դերը Հիսուս անոր ցերկեն բռնեց եւ ճուրերեն դուրս անեց ահա սիրելիներ դերը սասանած մարդը իդ կգանքնեցնե ժայռի վրա գտնե գամրաբնթե անոր քայլերը մենք ալ սիրելիներ եթե թերահավատ ենք եթե գասկածամիտ ենք եթե մեղքերու մեջ ենք սակայն աղոթենք ամբողջ սրտով մեկ բար աղաղագենք օգնե դեր օգնե այդ ժամանակ դերը սիրելիներ բիդի մեզ ազատե եւ իր ժայռին վրա հավատքի ժայռին վրա բիդի հաստատե հաջորդ օրինակը բազմահարաճ հիվանդը գերչանգացնես իսկ առաջ անցածը նահանջեցնելով ետ կդարձնես երկու օրինակներ գուզեմ տալ այստեղ սիրելներ առաջինը բազմահարաճ հիվանդը ուրեմն գերչանգացնեսի համար հիշենք կանանացի գինը կանանացի գինը արցունքով եկավ հարաճանքներով եկավ Հիսուս Քրիստոսի դիմաց եւ խնդրեց որ դերը բժշկե իր հիվանդ զավակը Գարտացեք սիրելներ Մատթեոս Ավետարանի 15-րդ գլուխը հատկապես 21-28 համարները այնտեղ պիտի տեսնեք թե ինչպես կանանացի գինը երբ Հիսուս Սայդասուր գտնվեր Լիբանանի սահմաններ գտնվեր կանանացի գին եկավ իր մոտ որուն աղջիկը թևերը գդարաբիր թիվահարված էր թևերը սաստիկ զինք գդանչեին եւ խնդրեց Հիսուսեն որ օգներ իրեն ողորմեր իրեն եւ բժշկեր իր հիվանդ աղջիկը եւ Հիսուս սկիզբը չուզեց սիրելներ ընտարաչել այդ գնոջ բարձրապես ուզեց դերը ցույց տալ հավատքը բոլորին իր շուրջ եղողներուն եւ ըսավ նաեւ գնոջ գրնալալ որ այսօր մեր ականջներուն անիգա ծանր տվի Հիսուսա որ ճիշտ չէ որ մանուգին ցերկեն բադարա առնվի եւ շուներուն դրվի ասիկա որքանալ ծանր տվի մեր ականջներուն սիրելներ սակայն Հիսուս գիտեր թե ինչպիսի հավատքը պիտի ցուցաբերեր գինը իր նկատմամբ եւ ուզեց Հիսուս որ այդ գինը հավատքի օրինակ դառնար բոլոր մարդոց եւ գինը ինչ պատասխանեց իրավունք ունի ստեր այո ճիշտ է մանուգին երեխային ցերկեն չեն առներ բադարը եւ չեն դարշան դան մեջ գտնվող շունին բայց շուները նույնիսկ գգշտանան գգերագրվին իրենց դերերուն սեղանեն թափված փշրանքներով եւ ինչ ցավ Հիսուս այդ գնոջ ով գին մեծ է քո հավատքդ քնա եւ ուզածիդ պես թողլա ահա դուրամար նարեկացին գսե բազմահարաճ հիվանդը գերչանգացնես իսկ առաջ անցածը նահանջեցնելով ետ կդարձնես ովքեր էին առաջ անցածները Փարիսեցիները եւ տվիրները իրենք կգարձեին որ իրենք միան արքայություն պիտի մտնեն բայց ինչը սավ Հիսուս սիրելներ Մատթեոսի Ավետարանի 21-րդ գլխու 31-րդ համարի մեջ Հիսուս անոնց ասավ Գսեմ ցեզի թե մաքսավորներն ու բորտիկները պիտի գանխեն ցեզ եւ ցեզ մի առաջ պիտի մտնեն Աստուծո արքայությունը
ահա սիրելներ, ասիգա առաջին օրինակն է։ Երկրորդ օրինակը ցեզի պիտի դամ Հութայի ուրեմն թակավոր Եզեքիայի օրինակը։ Գարտացեք անոր մասին 4-րդ թակավորած գրքի 20-րդ գլխու մեջ, առաջին 11-րդ համարներու մեջ։ Եզեքիան աստվածավախ մարդ էր։ Եզեքիան քանթել դվավ բոլոր գուրքերը, որոնք սարկված էին իր նախկին թակավորներուն կողմէ։ Եվ սակայն Եզեքիա հիվանդացավ, մահու չափ հիվանդացավ։ Եսայի մարգարեն եկավ Եզեքիա թակավորին մոտ եւ ասավ, որ դեր ինձ զիսղրգեց եւ հայտնեց, որ պիտի մահանաս։ Եզեքիա գլուխը թևի բադը դարձուց եւ թարմորեն լացավ եւ դիրոջ սա որ դեր ես հավատարիմ գտնվեցա քեզի, ողորմե ինձի։ Եվ դերը ողորմեցավ։ Եսայի մարգարեն որ դուրս գելեր բարադեմ, դերը իրեն դարձյալ յետ ուղարկեց թակավորի մոտ, որովհետեւ թակավորին հայտնե որ դերը պիտի բժշկե քեզ եւ նաեւ քու կյանքը 15 տարով պիտի երկարե։ Եզեքիա թակավոր երբ լսեց այս, խնդրեց որ Եսային Աստուծմե նշանը դա իրեն, որպես փաստ իր այդ խոսքին։ Եվ Աստվածալ ինչ հրավ արևուն ըստվերը 10 քայլ յետ դարձուց։ 10 աստիճան յետ դարձավ արևու ըստվերը։ Եվ այդպիսով ահա ուրեմն Եզեքիայի հարաճանքը լսվեցավ Աստծոքով եւ ընդունվեցավ։ Բայց դժբախտաբար Եզեքիան սիրելներ սխալ մկործեց։ Եվ որ Բաբելոնեն պատգամավորները կան, Բաբելոնը թշնամի երկիր էր, բայց պատգամավորները գրգեց թակավորը այդտեղի թակավորը Եզեքիա թակավորին, անոր բժշկվելուն լուրը առնելուն պես, եւ Եզեքիան այդ պատգամավորներուն, այդ օդար պատգամավորներուն ինչ հրավ, դաջարին եւ իր բալադի իր դան բոլոր կանցերը ինչ որ գային ցույց տվավ այդ պատգամավորներուն։ Եվ Եսային դարձավ եւ ասավ որ դու ինչ ցույց տվիր, Եզեքիան ասավ ամեն ինչ։ Ասավ որ ինչ որ ցույց տվիր ամենքնալ Բաբելոն պիտի կերեվարվին եւ փամը պիտի չմնա քու զավակներուդ։ Կարդացեք այս մասին 4-րդ թագավորաց 20-րդ գլուխ 12-19 համարներ կամ Եսայի 39-րդ գլուխ առաջին 8 համարները։ Հադոր համար կարելի է իսկ առաջ անցածը նահանջեցնելով յետ կդարձնես խոսքը հասկանալ։ Եվ վերջապես վերջին ուրեմն դողերը կթարգմանեմ, իսկ երբ ըսպարին բարիկները մեր մեջ այնադեն ավելի զարմանալիները կհրաշագործես, որովհետև գիտես մեղքերը ներել քեզի համար եւ անօրենությունները չնչել, քավիչը լալ անիրավությանց եւ չհիշադակել մեր մեղքերը, ինչպես կսեն Եսայի եւ Երեմիա։ Սիրելներ, դեր Աստված երբ իր զորությունը գհայտնե, երբ կհրաշագործե իր հրաշքները ցույց կտա մեզի, այն ժամանակ երբ որ մեր դիմաց ամեն դռներ փակված են։ Սիրելներ, եթե Աստված պիտի հրաշագործե բամը, որ առօրյա մեր կյանքի մեջ բնական բաներ են, գրնամ շատ հեշտությամբ պատահիլ առանց հրաշքներու, այդ ժամանակ հրաշք պիտի չլար։ Այլ Աստված կսպասե սիրելներ, երբ ամեն թուր կփակվի մեր դիմաց, երբ ամեն կարելիություն այլևս կսպարի, այդ ժամանակ կհրաշագործե։ Հիշեցեք, երբ դերը Գանայի հարսանիքի ընթացքին ճուրը քինի փոխեց, եւ որ քինինը սպարեցավ։ Կարդացեք Հովանու Ավետարանի 2-րդ գլխու 3-րդ համարը։ Նույն ցեվով սիրելներ, երբ որ մեր կյանքի մեջ ամեն օգնություն սպարի եւ ամեն թուր փակվածը լա, սակայն երբ աղաղագենք, Աստված այդ ժամանակ է որ օգնության պիտի հասնի։ Նույն եղավ Ղազարոսի քրոջը, մեծ քրոջը Մարտային հետ։ Եվ որ Հիսուս ըստավ որ Ղազարոսի քերեզմանի թիմացի մեծ կարը շրջեցեք, վերցուցեք, Մարտան ինչ ասավ դիրոջ։ Դեր հիմա արդեն նեղած պետք է լա, որովհետև 4 օր է թաղված է։ Եվ Հիսուս ինչ ասավ Մարտային։ Մարտա, քեզի ըսի, որ եթե հավատաս, Աստուծո փառքը պիտի տեսնես։ Հովանես 11-րդ գլուխ 39 եւ 40 համարներ։
Ինչ կնշանակի Աստծո փառքը պիտի տեսնես, այսինքն Աստծո կարողությունը պիտի տեսնես։ Աստծո ամենագարողությունը, որովհետև Աստծո համար անկարելի բան չկա։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եթե ոմանք գսեն որ Սատանայի խոսքն է, ասիկա մեր ականջի մեջ կփսփսա, ցեզի համար այլևս ներում չկա։ Ձեր մեղքերը այնքան շատ է, որ ցեզի համար ներում չկա։ Հիշենք, որ Աստծո համար անկարելի բան չկա։ Եվ Սուրբ Նարեկացին հավասիկ ճիշտ այդ է որ գիշե գսե թուն դեր եւ որ մեր մեջ ամեն բարիկներ բաքսին սպարին զարմանալիները գհրաշակորձես որովհետեւ քիդես մեր մեղքերը ներել քեզի համար ինչ կնշանակի քեզի համար այսինքն քու կարողությամբ քու զորությամբ մենք արժանի չենք դեր մեր մեղքերը ներվելու արժանի չենք ներվելու մեր մեղքերեն բայց թուն քեզի համար քու զորությունդ քու կարողությունդ քու ողորմածությունդ մեզի ցույց տալու համար գներես ինչպես որ Եսայի մարգարեին Պերնով ասված կսե 40-րդ գլխու մեջ 25-րդ համարի մեջ գսե դերը ես եմ որ քու հանցանքներդ ինձի համար գչնչեմ եւ քու մեղքերդ ալ պիտի չհիշեմ այո սիրելներ դերը իր զորությամբ իր մեզի հանդեպ ցուցաբերած ողորմությամբ իր կարողությամբ է որ մեր մեղքերը գչնչե մեզ մե եւ նարեկացին գսե եւ անօրենությունները գչնչես ինչպես որ Երեմիա մարգարեն ալ գսե Երեմիա մարգարեի 31-րդ գլխու 34-րդ համարի մեջ Աստված է որ գխոսի Երեմիայի Պերնով եւ գսե ասկե յետք մարդ մի ընկերին եւ ուրիշ մի եղբոր պիտի չսորվեցնե սելով դերը ջանցիր Հաբա անոնց բզդիգեմ մինչև մեծ ամենքը զիս պիտի ջանչնան, վասնզի անոնց անօրենությունը պիտի ներեմ ու ալ անոնց մեղքը պիտի չհիշեմ։ Տեսեք սիրելիներ, որքան ողորմած եւ մարդասեր է Աստված։ Որքան սիրելիներ ողորմած է իսկապես մեր մեղավորներուս հանդեպ, մեզի հանդեպ։ Մենք որ արժանի էինք հավիտենաբես կորսվելու, սակայն դերը իրեն համար, իր զորությամբ իր ունեցած մարդասիրությամբ քութով ողորմությամբ մեզ մեր մեղքերեն գները մեր մեղքերը գները մեզի մեր անօրենությունները գչնչե սիրելներ որովհետև ինք քավիչն է ինք քավողն է քավել կնշանակե սրբել Հիսուսը իր արյունով սրբեց մեր մեղքերը եւ ամենեն ուրախանալին բանը գիտեք ինչն է դերը սիրելներ չի հիշադակեր մեր մեղքերը որոնք խոստովանած ենք այլ գները ու անգամն ալ չի իշեր դերը սիրելներ մարդու պես չի վերապերիր մարդուն հետ այսինքն մենք միշտ իրարու մեղքերը գիշեցնենք իրարու 35 ուտանք մեգուն 35 ուտանք իր կործած մեղքը բայց դերը ոչ դերը ողորմած Աստված է քթած է սեր է երբ մենք իսկապես գզղճանք գխոստովանենք մեր մեղքերը ամբողջ սրտով ապա դերը գները ու ալ չի հիշեր ինչպես որ Եսայի մարգարեն գարտացիցեզի 40-րդ գլխու 25-րդ համարը եւ Երեմիա մարգարեն 31-րդ գլխու 34-րդ համարի մեջ դիրոջ խոսքերը գսեն գներեմ ու ալ հավիդյան չեմ իշեր Փարք իր սուրբ անվան փարք դիրոջ զորության փարք իր ողորմության եւ քթության համար որովհետեւ սիրելիներ երևակայեցեք որ եթե մեր մեղքերը հիշվեին Թադաստանի ժամանակ ինչ խայդարակ պիտի լայինք ինչ ահավոր բիդելար մեր բոլորի հոգիները եւ ամբողջ աշխարհին դիմաց մեր մեղքեր հայդարարել դերը ուստի եկեք խոնարեցնենք մեր անձերը դիրոջ դիմաց խոստովանենք մեր մեղքերը թողություն խնդրենք դիրոջ մե որովհետեւ ինք ողորմած Աստված է ներող Աստված է եւ դերը պիտի ներե մեր անթիվ մեղքերը ու մեր դիմաց բանա հավինենական ցանկի թռները փառք դիրոջը Փարք Սուրբ Երրորդության հավիդյանը մինչև հավիդյան Աստված ցեզ արադաբես տողորտնե Փարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին